Մի պահ կանգ առ, քանի որ ոչ ամեն խոսքը սրտին դիպչում, բայց կան պահեր, երբ մարդը լսում է մի խոսք ու հասկանում է, սա իմ մասին է։ Մարդը կարող է ապրել տարիներով, ծիծաղել, խոսել, աշխատել, բայց ներսում կրել մի դատարկություն, որը ոչ ոք չի տեսնում։ Եվ այդ դատարկությունը չի լցվում ոչ մարդկանցով, ոչ փողով, ոչ էլ ժամանակով, որովհետև մարդու հոգին ստեղծված է Աստծո համար։ Երբ մարդը հեռանում է Աստծուց, նա չի կորցնում միայն հավատքը, նա սկսում է կորցնել խաղաղությունը, ուղղությունը, ներսի լույսը, եւ հաճախ մարդը նույնիսկ չի հասկանում, թե ինչու է ծանր, բայց Աստված երբեք չի լռում, նույնիսկ այն ժամանակ, երբ դու չես աղոթում, երբ դու չես կանչում, նա շարունակում է խոսել քո սրտին, երբեմն ցավի միջոցով, երբեմն դատարկության միջոցով, երբեմն մի պարզ խոսքի միջոցով, ոչ թե քեզ կոտրելու համար, այլ քեզ վերադարձնելու համար, որովհետև Աստված չի ուզում, որ դու ապրես առանց նրա, նա քեզ ստեղծել է սիրով, ոչ թե միայն գոյություն ունենալու, այլ ապրելու լիարժեք կյանքով, բայց կա մի ճշմարտություն, որ շատերը չեն ընդունում, Աստծուն ճանաչելը սկսվում է խոնարհությունից, երբ դու ընդունում ես, ես չեմ կարող առանց քեզ, սա թուլություն չէ, սա ամենամեծ ուժն է, որովհետև հենց այդ պահին, երբ բացում ես սիրտդ, Աստված սկսում է գործել։ Գուցե դու հիմա կոտրված ես, գուցե հոգնել ես ամեն ինչից, գուցե քեզ թվում է ոչ ոք չի հասկանում, բայց լսիր, դու մենակ չես, Աստված տեսնում է քեզ հենց հիմա, նա տեսնում է քո արցունքները, քո լուռ ցավը, քո պայքարը, եւ նա պատրաստ է մտնել քո կյանք, եթե դու թույլ տաս։ Մի սպասիր, որ ամեն բան ճիշտ լինի, մի սպասիր, որ արժանի դառնաս, Աստված չի սպասում կատարյալ մարդու, նա սպասում է բաց սրտի, այսօր կարող ես սկսել նորից, մի փոքր աղոթք, մի փոքր հավատք, մի փոքր քայլ դեպի Աստված եւ կյանքդ կսկսի փոխվել, ոչ միանգամից, բայց իրականության մեջ, խորը, մնայուն, որովհետև երբ Աստված դիպչում է սրտին, մարդը այլևս նույնը չի մնում։ Աղոթ քեզ համար, Տեր Աստված, ես գալիս եմ քեզ մոտ իմ սրտով, ես հոգնել եմ առանց քեզ ապրելուց, ների՛ր ինձ, մաքրիր ինձ եւ մտիր իմ կյանք, փոխիր իմ սիրտը, լցրու ինձ քո խաղաղությամբ, օգնիր ինձ քայլել քո ճանապարհով։ Խնդրում եմ Տեր Հիսուս, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։